Երեխաներին համակարգիչներից կտրելու և նրանց կրթելու նոր տարբերակ են մտածել այս երիտասարդները, ովքեր ստեղծել են ապագայի Հայաստան կոչվող ինտելեկտուալ խաղը 188 հարցով նախատեսված 10 տարեկանից բարձրերի համար։ Խաղը բաժանել ենք 4 հիմնական թեմաների՝ պատմական Հայաստան, հայոց ցեղասպանություն և ճանաչած երկրները, հայ գրականություն և մեծանուն հայեր։ Այն ինտելեկտուալ է, այն ժամանցային է, այն ուսուցողական է։ Մասնակիցները նետելով զառը հայտնվում են այս դաշտերից մեկում և պատասխանում թեմային առնչվող հարցերին, կա նաև Օսմանյան բանտ կոչվող թեմա տրամաբանական հարցերով։ Ճիշտ պատասխանի դեպքում մասնակիցը ստանում է իր համապատասխան միավորը և շարունակում է խաղը։ Եթե սխալ է պատասխանում, մնում է բանտում։ Խաղն այժմ օնլայն տարբերակով են վաճառում։ Արժեքը ավելի մեծ է, քան գինը։ Մի քանի անգամ խաղալով ստանում ես գիտելիքների մեծ պաշար։ Ֆինանսական դժվարություններ ունեն, տպագրությունը, դիզայնը, տուփերի պատրաստումը անձամբ են անում։ Խաղի զառերը և մյուս իրերը Երևանում ավելի թանկ է, ելքը գտել են։ Մեր նպատակները իրան հնարավորինս մատչելի սարքել ու հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը, բայց հաջորդ անգամներն արդեն արտերկրից կպատվիրենք, Չինաստանից ու ավելի մատչելի։ Սկսնակ բիզնեսմենների ուժերը թերագնահատում էին անգամ իրենց ծնողները։ Իսկ այնա չգիտեմ ինչ որ խնդիրներ կարող է առաջանալ, հետ ասում էին, որ հենց մենք չենք կարող կանեն, չգիտեմ, ուրիշ անում են դա, չգիտեմ ինչ որ կոպիտ ասած երկնքից իջած մարդիկ, ամեն մեկը չի կարող, բայց մենք թեկուզ հենց անով փորձում ենք ապացուցել, որ հենց յուրաքանչյուրն է կարող է, պետք է ուղղակի հավատա սեփական ուժերին։ Տղաներն ուզում են այս խաղը տարածել նաև Սփյուռքում։